կառավարական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խորհրդարան չի անցնում, կխնդրեմ դուք մեկնաբանեք, վերլուծեք, ինչ տեղի ունեցավ քարոզարշավի ժամանակ, ընտրությունների ժամանակ, նաև պնդվում է, որ կային կարծիքը, որ ընտրախախտումներով է եղել, դուք ինչպես եք հետհատում։ Բացարձակապես ժողովրդավարական ընտրություններ չեն եղել, բացարձակապես երկիրը տանում են ավտորիտարիզմի։ Մենք ունենք մոտավորապես 50,000 զինծառայող, մոտավորապես 200,000 պետական աշխատողներ, որոնք տերորի են ենթարկվել քվեարկության։ Հիմա այս ընթացքում արդեն այն դպրոցի տնօրեններ են, պետական աշխատողները, ովքեր ձայնը չեն կարծի ապահովել մանավանդ գյուղերում Երևանից դուրս, հիմա արդեն մեկ առ մեկ գործից հանում են իրանց, տարբեր պատճառաբանություններով։ Այս պետությունը դարձել ավտորիտարիզմ, իրոք շատ տխուր է եւ կարող է մարդը լինի, որ ասենք ԲՀԿ-ի կողմնակից չլինի, բայց ԲՀԿ-ն որ չընտրվեց, հիմա իրանք 3-5-րդ ունեն։ Ինչ ուզում են կանեն։ Իսկ ինչ է կարծում, ընդդիմության անելիք է այստեղ, որը պետք է լինի, մանդատները վերցնեն, հրաժարվեն, ճգնաժամ առաջացնեն, փողոցային պայքար սկսեն, ի վերջո իրենց գերնպատակը իշխանափոխության հասնելն է եղել։ Ես կարծում եմ մանդատներ պետք է վերցնեն, որտեղ ամեն դեպքում եթե չվերցես ադելի ուժ կստանան իրանք։ Ես չեմ կարծում ԿՊ-ն կարող է երկար դիմանա, որտեղ ավտորիտարիզմները միշտ վերջը վատ է լինելու։ Փողոցային պայքարին արդեն հոգնել են, ես էլ եմ դեմ այն ժամանակ։ Պիտի պայքարենք, ժողովուրդը պիտի իր մակարդակը բարձրացնի, կաշառքի դեմ կներես, կաշառքի դեմ չէ, տերորի այդ որ նվաստացնում են, ժողովրդին սպառնում են, որ գործից գահանեն, այդ դրա դեմ պիտի պայքարի։ Ընդդիմությունը պիտի դրա դեմ պայքարի, որ պետական աշխատողներին ուժեղացնի, պաշտպանի, եթե փաստաբանական գործապետ, որ իրանք տերորի չենթարկվեն, աշխատանք չկորցնեն ընթացքում, որտեղ իրոք մարդիկ այդ աշխատանքը կորցնելու վիճակա գնալու են ԿՊ ընտրեն, ու այդ վիճակում ենք մենք։ Ճիշտ ենք հասկանում, ընդդիմադիրը իրական հակակշիռ չի կազմում քաղաքացիական պայմանագրին իշխանությանը Նիկոլ Փաշինյանի, որ չի կարողանում իշխանափոխության հասնի։ Եթե կեղծում են ընտրությունները, իշխանել ընդդիմություն ուժեղ լինի չի ստացի։ Եթե 250-ից 300,000 ձայն իրաց գրպաններ ունեն, պետական աշխատողներից իշխանել հաջող ընդդիմություն լինես չեն կարողանա ասեն։ Իրանք բացարձակապես կեղծում են ընտրությունները։ Կեղծելու ընտրությունները չես կարող այսպես powiedziել։ Միայն մեր հույսերը պիտի անթաշանենք պայքարենք, մինչև իրանք սայթաղելու են վերջը։ Միտեղ իրանք սայթաղելու են ու այդ պահից կարող է նոր ընտրությունների հրավիրեն, չգիտեմ, բայց պիտի պայքարենք։ Փողոցայինը ես կողմնակից չեմ, եթե լինի, բայց պիտի աթոռներ վերցնեն եւ գնան պայքարեն ազգային ժողովում։ Հայաստանի հետագա 5 կյանքը ինչպես եք պատկերացնում քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանությամբ։ Ոնց որ հայտնի ֆիլոսոֆեր Պլեյտոն ասում է, համբալներին ընտրողները համբալի պես էլ ապրելու են։ Հիմա այդ քաղաքի վիճակ տեսնում եք, ժողովուրդը տուժելու են 5 տարի, ով եթե ցանկությունով է գրած ԿՊ-ն, թող իրանց կառավարած երկրի պատասխանը ստանա։ Հիմա բերքի խնդիր ունենք արտահանելու միրգերը որտեղ պիտի արտանենք։ Իրանք 8 տարի է Եվրոպայի մասին է խոսում, բայց չեն պատրաստվել, որ նոր շուկաներ գտնեն։ Նոր վերջի պահին խառնում են շփոթող շուկաներ գտնեն, չի լինի դա։ Շատ մարդիկ տուժելու են, շատ մանավանդ գյուղացիք։ Իսկ խաղաղության հետ կապված ինչ կարող եք ասել։ Ի վերջո խաղաղությունը հաստատվելու է, որի մասին այսպես խոսում են։ Խաղաղությունը տկար ղեկավարների մեջ երբեք չի լինի, երբեք չի լինի։ Խնդիրը իշխանության։ Իշխանությունը, եթե թույլ է, բանակը թույլ է, եթե նվաստացվես բանակին վերմես քվեարկում են, չես կարող ուժեղ բանակ ունես։ Ուժեղ բանակ ունես, խաղաղություն չես կարող ունես։ Այդպես բան չկա, ոչ է քեզ խաղաղություն չի նվիրում։ Ուժեղ բանակ ունեցի, խաղաղություն կունենաս։